Բարև ձեզ։ Այսօր եւս առաջիկա 30 րոպեների ընթացքում անդրադառնալու ենք մի քանի կարևոր թեմաների, այդ թվում եւ տարածաշրջանային եւ գլոբալ աշխարհքաղաքական զարգացումներին, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրի եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա։ Այս համատեքստում խոսելու ենք Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներից եւ Թուրքիայում հունիսի 2-ին նախանշված հանդիպումից եւ ակնկալիքներից այդ հանդիպումից։ Խոսելու ենք Հարավային Կովկասում Արևմուտք Ռուսաստան շահերի հակադրությունից եւ բախումից, խոսելու ենք Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, արտգործնախարարի այց, Սյունիքում պատվո հյուպատոսարանի բացում եւ այլն։ Եվ իհարկե անդրադառնալու ենք նաև ներքաղաքական, այս դեպքում կարելի ասել ներքաղաքական գծիկ կրոնական իրավիճակից եւ զարգացումներից։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ներքաղաքականը կթողնենք վերջում։ Ոնց ասեք։ Հիմա սկսենք Ուկրաինայից, ավելի ճիշտ Թուրքիայից, հունիսի 2-ին նախանշված հանդիպում։ Ընդհանրապես ինչ դիտարկումներ ունեք այս վերջին զարգացումներից, Թուրքիայում նախանշված հանդիպումից, սա ուղիղ հանդիպում է առանց միջնորդների, թե հյուրընկալող կողմն է հանդես գալիս որպես միջնորդ, ինչ կասեք այն փաստի մասին, որ մինչև այս պահը Միացյալ Նահանգների նախագահը դեռ որոշում չունի ներկայացուցիչներ ուղարկել այդ հանդիպմանը։ Տեսեք, այս հանդիպումը շատ կարևոր է, ինչու։ Նախ եւ առաջ սկսենք մի փոքր հետ գնանք եւ ֆիքսենք, որ հանդիպումը որպես այդպիսին պլանավորվում էր իրականացնել Վատիկանը։ Եվ որպես այդպիսին Վատիկանը հանդիսանալով բանակցային հարթակ Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, որտեղ որ միջնորդում էր Օմանի թագավորությունը մեծ հաշվով, ինքը դրական եւ շատ լավ արդյունքներ ստացավ։ Վատիկանի մեծ հաշվով բարոյական այդ հեղինակությունը բավականին մեծ է եւ ինչպես տեսնում ենք նաեւ իսլամական աշխարհում ակնհայտ։ Ինչ վերաբերվում է Վատիկանի ընտրությանը եւ Ռուսաստանի արձագանքին, որը որ Լավրովը Հայաստանից գնալուց հետո մեկ է որոշեց ասել, որ իրանք երկու ուղղափառ երկիր ինչու պետք է գնան կաթոլիկ եւ ընտրեցին իսլամական երկիր, որը ընդհանրապես չես հասկանում ինչու, այսինքն այդ ինչուների պատասխանը ինձ համար պարզ է։ Վատիկանի բարոյական հովանու ներքո ձեռք բերված համաձայնությունների խախտումը վերջնակետ կդներ հնարավոր ոչ դրական կամ ասենց ասեմ բացասական զարգացումների մեջ։ Այնտեղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը ակնհայտորեն լուրջ բարոյական վնաս կհասցներ ամբողջ այն աշխարհում, որտեղ Ռուսաստանը դեռևս փորձում է հանդես գալ որպես հակակապիտալիզմ եւ հակաամերիկանիզմ, հակաիմպերիալիզմ եւ ինչ ասես հնարում են։ Հետևաբար Պոլսը որպես բանակցային հարթակ ընտրելը դա ինձ համար ակնհայտորեն նշանակում է, որ Ռուսաստանը չի պատրաստվում որևէ կերպ համաձայնության գալ եւ օգտագործում է այս բանակցությունների գործընթացը այնինչ կոչում է ինքը բանակցություններ, որպիսի թուրքերեն ասած թոզ փչի Տրամպի աչքերին, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 2 անգամ բավականին կոշտ հայտարարություն չէ, բայց այդ բաները գիտեք, հա, ինքը տենց ինչ որ իր սոցիալական ցանցով գրում է կարճ հաղորդագրություններ Twitter-ին համարժեք, բայց մեկ հարցազրույցում բրիֆինգ, այդ ստենդափ բրիֆինգներից արագ որը խոսում է, առնվազն մեկում ինքը ասել է, որ ինքը դժգոհ է Պուտինից եւ կարելի է հիասթափվածությունը մեկնաբանել, որ ինքը իրոք վերջի 2 այդպիսի բաների բրիֆինգների ժամանակ ինքը մեղադրելով Պուտինին կամ բացասաբար արտահայտվելով Պուտինին չի անդրադարձել Ուկրաինային։ Այսինքն ինքը ընդհանրապես վերջինում սահմանափակեց, ասեց, որ սա իմ պատերազմը չի, դա Բայդենի, Պուտինի եւ Զելենսկու պատերազմն է, որը իր ձևակերպումն է, քանի որ մարդը ձգտում է ստանալ Նոբելյան մրցանակ խաղաղության, որտեղ Օբաման պետք է Օբամայի այդ դափնիներին հասնի ինքը, բոլոր մնացած հարցերում ինքը ոնց որ մի փոքր Տրամպը արդեն սկսել է մեղադրել Պուտինին եւ դա իրականում Տրամպը չի։ Երբ ես ուղղակի նայեցի թե ինչի մասին է խոսքը գնում էր Ռուբիոյի ժամանակվա հայտարարությունների կրկնության մասին։ Այսինքն մենք ստեղ ուղղակի գալիս ենք այն եզրակացության, որ մենք ասած, երբ որ մենք վերլուծում ենք, հա, որ Ռուբիոյի
կշիռը բարձրացել է ադմինիստրացիան, մասնավորապես մասկի գնալուց հետո Ռուբիոյի կշիռը տեղն է եկել եւ ինքը զբաղեցնելով թե պետքարտուղարի եւ թե անվտանգության խորհրդականի այդ պաշտոն 3 պաշտոն համալրելով, ոնց որ 3 անգամ ավելի շատ է մտնում Oval Office, հետեւաբար 3 անգամ ավելի երկար է խոսում Տրամպի հետ, ենթադրում եմ, եւ կարողանում ավելի շատ ինֆորմացիա։ Այո, եւ ենթադրում եմ, որ ազդեցությունը աճել է, եւ ստեղ ես տեսնում եմ Ռուբիոյի ազդեցությունը։ Ռուբիոյի, որը մինչև 25 թվականի հունվարի 20-ն էր, այսինքն այն սենատը Ռուբիոյի, որը 22 թվականից ասում էր, որ Պուտինը հիվանդ է։ Այդ բառակապակցությունը, որ Պուտինը հիվանդ է եւ հոգեկան խանգարում ունի, դա Ռուբիոյինն է 22 թվական մարտ, այսինքն դա բավականին վաղուց էր ինքը ասում։ Սա է մեծ հաշվով այս պահին եւ կներեք այս պահին չէ, ամս երկուսին Պոլսում իրականացվող պլանավորվող հանդիպումը, որին այո Տրամպը մարդ չի նշանակել, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը պարզ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում էին եկեք Վատիկան, որտեւ համոզվեցին Իրանի հետ բանակցությունների ընթացքում, որ Վատիկանը ճիշտ բանակցային հարթակ է։ Վատիկանը այն հարթակն է, որտեղ որ չստացվի մեղավորը Վատիկանն է, Տրամպը չի։ Այսինքն Իրան համարժեք, հա, դա ինքը համարում է Վատիկան, առավել եւս որ Հռոմի Պապը ըստ իր ամերիկացի է։ Այսինքն որևէ ակնկալիք այս հանդիպումից բացասական ակնկալիքներ կարող են ունենալ։ Բացասական, այսինքն Ռուսաստանը շարունակելու է հարվածել խաղաբնակչությանը ակնհայտորեն Սրա հետ մեկտեղ ինչ եկավ եվրոպական երկրների այդ օժանդակողների միությունը որ կա, դա Ֆրանսիան է, Գերմանիան է, Մեծ Բրիտանիան է եւ Կանադան եւ մնացածը, բայց այո, մերձի հայտարարությունը տառուսների մասին։ Տառուսները պետք է հասկանանք, որ իրանք այսպես ասած long range, այսինքն երկար տարածքի վրա աշխատող հեռահարությամբ հասանելի որոնց տակտիկա-տեխնիկական ցուցանիշները մեծ բնութագրերը հայտնի են, այսինքն այս սպառազինությունից ամենահայտնին են եւ վաղուց էր խոսացվում նրա մասին, որ Ուկրաինան դա ուզում էր։ Սա թույլ է տալիս մասնավորապես ամբողջությամբ կասեցնել Ռուսաստանի օրինակ երկաթգծային հաղորդակցությունը Մոսկվայից դեպի հարավ։ Ռուսաստանը այդ հաշվարկները չունի։ Ունի։ Իհարկե ունի։ Այսինքն բայց պատճառներ ունի թե չունի պատերազմը կանգնեցնելու հիմա։ Պատերազմը, ես ասեմ, Ռուսաստանի պատերազմ կանգնեցնելու միակ վախը, որը որ ինձ համար հաշվարկելի է ռացիոնալ, որտեղ ես իրացիոնալ չեմ կարող մտնեմ այդ բունկերային ճահիճի բանի գլուխը։ Ինքը միակ բանը, որը տրամաբանական բացատրություն ունի, Ռուսաստանի արդի իշխանությունները հաշվի առնելով տնտեսական վիճակը, որում Ռուսաստանը հայտնվել է, պատժամիջոցները, տրամաբանորեն վախենում են առաջնագծից ավելի քան 600,000 զինված մարդ, որտեղ ակնհայտ է, որ մարտի դաշտից վերադարձողը առավել եւս երբ որ քո մարտիկների 20%-ը քրեական անցյալ ունեցող են, իրանք հաստատ գալու են զենքով։ 600,000 մարդ միանգամից այս Աֆղանստանը չի որ տենց միտեղ մաքրես, բերես, միանգամից հայտնում են Ռուսաստանում 600,000 զինված մարդ, շատերին խաբել են, աշխատավարձերը չեն տվել, մոբիլիզացված մարդկանց խաբել են, վերցրել են, որ ասել են ամիսը 200,000 կտան, հետո ընթացքում փոխել են, ասել են, որ դա միայն այն օրերին է վերաբերվում, որոնք դուք անմիջապես առաջնագծում եք, այսինքն եթե հերթափոխ եք, հերթափոխի օրերը չեն կարող, բոլորը դրանից դժգոհ են, շատերը վերադառնալու են, տեսնեն, որ իրանց կանանց արդեն իրանց կանայք բաժանվել են եւ ուրիշների հետ ամուսնացել, մեծ խնդիրներ կան։ Մենք հիմա տեսնում ենք, որ ցանկացած վերադարձող, որը ըստ օրենքի, ասենք, չգիտեմ, իրանց մոտ իշխանողագործում, վերադարձել է, որքան է աճել քրեական հանցագործությունների թիվը, կողոպույտներ, սպանություններ, բռնաբարություններ, ֆինանսական մեքենայություններ, շատերի մոտ տներն են վերցրել, որոշ տարածաշրջաններ կան, որոնք վարկերը ներել են, որոշը կա, որ չեն ներել, սա էլ է դժգոհություն։ Սա սոցիալական ռումբ է, որը պայթելու է։ Այսինքն տրամաբանական բացատրությունը նրա, որ Պուտինը հիմա չի կասեցնում եւ բոլոր այդ փաստաթղթերում մտցնում է, որ ինձ պատժամիջոցները հանեք, փողերս սարացրած հետ վերադարձրեք, միակ բացատրությունը տրամաբանական դա է, որ ինքը ինչ որ կերպ ուզում է այդ սոցիալական բողոքը հանգցնի։
Բայց հուշագրի մասին թեև պաշտոնական հայտարարություն չկա, որ փոխանցել է խաղաղության պայմանների հուշագիրը, բայց մամուլում տեղեկություններ սպրդել են, հա, թե ինչ է պահանջում, այդտեղ միայն սոցիալականը չէ, այդտեղ ՆԱՏՕ-ին պահանջներ կա, որ չընդլայնվի, Ուկրաինային պահանջներ կա եւ այդ փաստաթուղթը, որի մասին դուք ասում եք, ինքը շատ լավ բնութագրում է իրականում այն, ինչ մենք մինչև այդ խոսեցինք, որովհետեւ փաստաթղթում պարունակվում են կետեր, որոնք հնարավորություն են տալիս Ռուսաստանին չկանգնացնել պատերազմը, զինադադար չքննել, որովհետև տեսեք, երբ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններում առաջ է քաշում մի մեմորանդում, հուշագիր, որի մեջ գրված է, որ Վրաստանը եւ Մոլդովան պետքա չմտնեն ՆԱՏՕ, եւ խորհրդային մյուս այդ մի կողմ, այս երկուսի անունը տալիս է, չէ։ Եղբայր ինձ մոտ հարց է առաջանում։ Ուկրաինան ինչպես կարող է Մոլդովայի տեղը որոշում կայացնի։ Մոլդովան կմտնի ՆԱՏՕ, թե չի մտնի։ Այսինքն հուշագիրը Ես դրա համար ասում եմ, որ պահանջներ ոչ միայն Ուկրաինային, այլև ՆԱՏՕ-ին, ըստ էության ՆԱՏՕ-ին։ Իսկ ես վստահ եմ, որ դա Ուկրաինային պահանջ չի։ Եվ իրավական տեսանկյունից այդ հուշագիրը չի վերաբերվում Ուկրաինային։ Այսինքն դու չես կարող գալ Ուկրաինայի հետ բանակցել։ Այնքանով որքանով այնտեղ խոսվում է ռուսալեսու բնակչության իրավունքների պաշտպանության մասին, բայց ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, դա բնականաբար Ուկրաինային։ Գիտեք ինչի է նման, որ մենք խաղաղության մեր փաստաթղթի մեջ Ալիևին պահանջ ներկայացնենք, որ գիտես ինչ կա, ուրեմն Պակիստանը պետքա Բելուջների անկախությունը ճանաչի, Քաշմիրը վերադարձնի Հնդկաստանին ու քրիստոնեություն ընդունի։ Ու տենց Ալիևին ասենք, թե չէ, ընկեր։ Այլ չէ, այդ պետք է անես նոր։ Եղբայր դու ՆԱՏՕ-ին պահանջ ես ներկայացնում ու պատասխանատու նշանակում ես Զելենսկուն։ ՆԱՏՕ-ին էլ պահանջ ներկայացնել ինչ տրամաբանություն ունի, երբ որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը որևէ երկրի ինքնիշխան իրավունքն է։ Ես գիտեմ, որ դուք չեք սիրում, երբ ես Պուտինի մասին արտահայտվում եմ, այնպես միջից մտածում եմ, դրա համար եկեք սենց ասեմ, այս պահին ինձ մոտ համոզմունքս ավելանում է, որ եթե Պուտինը փորձի մասնակցի մանկապարտեզի 3-րդ խմբի մրցույթին, որտեղ որ պետքա 3-ին գումարեն 3, ինքը կպարտվի։ Լավ, հիմա տեսնենք ամսի 2-ին ինչ կլինի, իսկ մինչ այդ Ռուսաստան եւ Արևմուտք այս դեպքում առանձնացնենք հա Միացյալ Նահանգներ, Եվրոպա շահերը մեր տարածաշրջանում, հատկապես այդ առանցքների ձևավորման եւ կոմունիկացիաների համատեքստում։ Այո։ Ասեմ։ Ասեք։ Կոմունիկացիաների տեսանկյունից ակնհայտ է, որ տենց ականջի վրա դա խաշմերոկն էր, որին վերաբերմունքը եւս հայտնի է, ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության 29740 կիլոմետր բավարար չի, որպեսզի Հայաստանը դառնա խաշմերոկ, ինչպես նաեւ մեր տանկային զորքերի ծավալը չի հերիքում, որպեսզի մենք կարողանանք այդ խաշմերոկի վրա կարգ ու կանոն հաստատենք, դրա համար խաշմերոկի թեման ինձ թվում է չի աշխատում։ Ինքը չի աշխատում, շարունակում է չի աշխատելու, որովհետեւ ինքը իր տակ տնտեսական հիմք չկա։ Բարոյական հիմք կա։ Քաղաքակրթական կարող է հիմք կա, որ ասենք, չգիտեմ, եկեք խաղաղություն լինի, բայց տնտեսական հաշվարկի տեսանկյունից Հայաստանը ոչ մի անցնող ճանապարհ, որը Հնդկաստան, Իրան, Հայաստան, Իրան, Հայաստան, Եվրամիություն դա խաշմերուկ չի։ Ինքը այդ դեպքում ստացվում է հաբ, որի մասին խոսեց ընդ որում, եթե չեմ սխալվում, Արմենը Գրիգորյանը։ Չեմ պնդի, բայց երկու անգամ լսել եմ Արարատ Միրզոյանը ինչ որ Global Gate բառը, որը որ այո, ձեր եթերներից բազմիցս ասել եմ, ձեզ նայում են, ասում մեզ հետևում են։ Global Gate-ը դա մեծ դարպասն է, որպես դարպաս, եվրոպական քաղաքակրթության դարպաս դեպի հնդիրանական եւ հակառակը, սա կարող է լինել, բայց եվրոպական գաղափար այո, դա եվրոպական գաղափար։ Այն որ կենտրոնական Ասիայում գաղտնաժողովը գումարվեց Եվրամիություն, հենց այդ մասին էր խոսքը։ Եվ խնդիրը հետեւյալն է, որպես այդպեսին կենտրոնական Ասիայի երկրներից, այսինքն նախկին սովետական այդ միջին ասիական երկրներից գոյություն ունեցող երկաթգծերը եւ ցամաքային ճանապարհները, որոնք նույնիսկ այդ պարագայում իրանք մուլտիմոդալ չեն, իրանք երկու մոդալ են, իրանք գալիս են մինչև ջուղը ու մեր ձեռքում է կարանք այդքան կտորի երկաթգծի սարքենք մենք, որ գացություն Մեղրի, Սյունիք։ Սա տրամաբանական է, բայց բերել կենտրոնական Ասիայից իջեցնել դնել Կասպից ծովի Լաստանավ, բերել Բաքու, Լաստանավից նորից հանել երկաթգծի վրա, հետո բերել հարավով, այսինքն Կասպից ծովի ափով, իջեցնել հարավ։ Էլխիս իջեց, այդտեղ որ հարավ իրենք ինչ ասում Աստարա, որից պետքա գա Թեքվի դեպի Հորադիս ու գա
Կովսականով մտնի Մեղրի, որ հետո գնա Օրդուբադ։ Հենա այնտեղից Թուրքմենստանով երկաթգիծը անցնում է Պարսկաստան եւ գալիս է Կասպից ծովի հարավով նույնտեղ է կպնում։ Ոչ մի տրամաբանություն չկա բարթեցնել երկու մոդալություն, երկու իտերացիա ավելացնել, այսինքն հանել ապրանքը դնել լաստանավի վրա մի հատ Ղազախստանում 200 կիլոմետր Կասպից ծովով, որը լիճ է, անցնել, հետո մի հատ էլ Բաքվում նորից դնել երկաթգծի վրա, հետո նորից քշել հարավ։ Ոչ մի տրամաբանության մեջ ֆինանսական դա չի տեղավորվում։ Լավ, դա վիճելի հարց է իհարկե, բայց հիմա մեզ ավելի շատ հետաքրքրում է մեր տարածքը, հա, մեր Սյունիքը, մեր Մեղրին եւ այս համատեքստում շատ ուշագրավ հայտարարություն արեց Թուրքիայի նախագահ, երբ որ Լաչինից վերադառնում էր, այնտեղ հանդիպում էր Պակիստանի եւ Ադրբեջանի նախագահներին, շատ լուրջ երկրներ են, մի ուրիշ տիպի երկրներ։ Ամեն դեպքում վերադառնալիս հայտարարեց, որ ակնկալում է Իրանի աջակցությունը իրենց խոսույթով ասած այդ Զանգեզուրյան միջանցք չասեց այս անգամ ճիշտ է, ուրիշ բառ օգտագործել, այո։ Անցում։ Ռուսերեն թարգմանությունը գնաց Պերեխոդ։ Անցում։ Ուրեմն ասեց մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Սա ինչ է նշանակում։ Թուրքիան այսինքն ինչ որ բան է առաջարկում Իրանին իր աջակցության դիմաց, թե սպառնում է Իրանին, որ եթե աջակցությունը չլինի, մենք դա ռազմական ուժով կանենք։ Փոքր դատալից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցը Free News-ի եթերում, ես զրուցում եմ Եվրատլանտյան ինտեգրացիոն ֆորումի նախագահ Կարեն Սարգսյանի հետ, մենք հասանք Էրդողանի հայտարարությանը Զանգեզուրյան անցումի, ինչպես ինքն է ասում, վերաբերյալ Իրանից աջակցություն ստանալու հայտարարությանը։ Մենք դեռ ֆորում չենք, մենք դեռ պլատֆորմ ենք։ Նորմալ է։ Ասեմ ձեզ ինչն է հետաքրքիր, ամբողջությամբ այդ կտորը որ նայում եք Էրդողանի, ինքը բավականին երկար խոսում է խաղաղության, այսինքն հայ-ադրբեջանական եւ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մասին, ընդ որում ագրեսիվ չի խոսույթը։ Ինչու, որովհետեւ պարզ է, ինքը Եվրոպական միության ճնշման տակ է։ Շատերը չեն նկատել։ Ֆրանսիայի ամենախոշոր բեռնափոխադրող կամ լոգիստիկ ընկերությունը վերջերս գնեց թուրքական ամենախոշոր լոգիստիկ ընկերության 100%-ը։ Դրանից հետո գնեց Լատակիայի բանը, նավահանգիստը ամբողջությամբ եւ մեծ հաշվով հարաբերությունները լոգիստիկ բանում կառուցվում է երկարաժամկետ տրամաբանությունը կառուցվում է այնպես, որ Եվրամիությունից դեպի Հայաստան այդ ճանապարհը Թուրքիան ոնց որ համաձայնվում է եվրոպական տեսլականի հետ։ Ես շարունակում եմ պնդել, որ Ֆրանսիան տարածաշրջան մտնում է դիվանագիտական ամբողջ իր ուժով, այդ թվում Թուրքիայի հետ նմանատիպ գործարքների միջոցով ապահովում է։ Ինչով էր կարևոր է թուրքական բեռնափոխադրողը լոգիստիկ ընկերությունը, ինքը բոլոր թուրքական մարզերում, հա, ունի խոշոր ներկայացություններ, ունի կոպիտ ասած թե բեռնատար ավտոմեքենաներ, թե երկաթգիծ, թե կոնտեյներ եւ թե պահեստային տարածքներ։ Հենց հիմա, քանի որ արդեն ավարտվել է գործարքը, ես կարող եմ պնդել, որ երբ որ մենք Արաքսից այն կողմ ենք նայում, Արաքսից այն կողմ ամեն երկրորդ, եթե ոչ շատ ավելի շատ, հա, 3-ից 2-ը դա ֆրանսիական լոգիստիկ հնարավորություններ են։ Այ հենց հիմա, այսինքն Ֆրանսիան Արաքսի այն կողմը եկել կանգնել է։ Եվ ընդհանրապես մի բան է մնում է, որ մարդիկ, ովքեր են լուրջ երկրները, որոնք ստեղծվել են տարբեր մարդկանց ստորագրություններով, մասնավորապես Enver-ի բանի եւ Մեծ Բրիտանիայի, այսինքն Պակիստանը եւ Ադրբեջանը, վերջապես բարեհաճ ինչ որ մեկը ականջները վերցնի, ասես դուք դուք ստորագրեք։ Պակիստանին թողենք մի կողմ, մենք իրենց չենք ճանաչում, իրենք երկիր չեն, ցեղերի բազմություն են։ Իսկ Ադրբեջանը պետք է այս թուղթը ստորագրի։ Հիմա անդրադառնալով նրան ինչ ասում է Էրդողանը։ Էրդողանը երբ որ ասում է դրա մասին, նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ Ադրբեջանում մեծ հասանելի հարցումներով, այն ինչ որ հնարավոր է գտնել, Էրդողանի վարկանիշը Ալիևի վարկանիշից 3 անգամ մեծ է։ Եվ ինքը մեծ հաշվով հավակնում է Ադրբեջանի իրական առաջնորդի։ Շատ վտանգավոր բան ասեմ, կարող է հիմա որ հարցում անենք, բարձր որ Մակրոնի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի վարկանիշից բարձր է, ինչը նորմալ է, հա, բայց դուք պետք է հասկանաք, մոտավորապես նույն բանն է այնտեղ։ Սա կարևոր է։ Այսինքն ինչ որ ականջին հաճո Ադրբեջանի բան կարելի է խոսել։ Իրանի ուղղված խոսքը դա սպառնալիք չէր։
Ինքը ակնհայտորեն Իրանին այդպես չի սպառնում։ Մենք լսել ենք ոնց է ինքը Իրանին սպառնում մոտարապես 11-12 թվականին։ Մենք գիտենք խոսույթը։ Թուրքիան այն վիճակում չի, որ կարողանա Իրանին հիմա սպառնալիք ներկայացնի, որովհետև Թուրքիայի արևելյան սահմանը իրականում այդ սահմանի անվտանգությունը ապահովում է Իրանը։ Իրանը ցանկացած պահին կարող քրդական, աֆղանական եւ պակիստանական փախստականներին այսենց լցնի արևմտյան Հայաստան։ Ու Թուրքիան չի կարողանա պահի, որովհետև թուրքական զորքը հարավն ապահովում, Սիրիան ապահովում։ Այո, եթե չի սպառնում, եթե ասում է, որ Իրանի աջակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունությանը, սրանից հնարավոր չի փոխեցնել, որ եթե չես աջակցում, այդ դեպքում չես նպաստում խաղաղության ու կայունությանը, այսինքն չի լինի խաղաղություն ու կայունություն։ Ակնհայտորեն ասում է, որ երեխեքը Պակիստանն ու Ադրբեջանն է։ Ես իհարկե ուժեղ տղա եմ, բայց իմ նման ուժեղ տղա կա։ Այդ բանը գցում է Իրանի գրպանը։ Այսինքն, որpիսի Իրան չասեն, Իրան լավ չի հնչում, որpիսի Էրդողանին չասեն, արի դու ճնշի Հայաստանի վրա, որ ինքը բացի, քանի որ 21 թվականից ես պնդում եմ, դա կա փաստաթուղթ ու իրականում ինքը տենց բան չի, ինքը տենց ռուսի պես չի, որ ասել է, բան ինքը ասել է, ինձ Արունով միջանցք պետք չի։ Ու այդ 21 թվականի վերջում ասել է, որ եթե Հայաստանը չի համաձայնվում, դա իր ֆինանսական խնդիրն է, ես Իրանի Իսլամական Հանրապետությունով դա կտանեմ, ու հետո նորից ասել է, որ սա պետք է խաղաղության բանով լուծել, որովհետև ճանապարհ, որով պետք է ապրանք գնա։ Ինչու է տենց ասում, որովհետև ոչ մի միջազգային խոշոր բան ապահովագրական ընկերություն այդ բեռը չի ապահովագրի, որը նույնիսկ 40 կիլոմետր գնում է ուժով վերցրած տարածքով։ Այսինքն սա չի լինելու։ Ասեմ ինչա, ինքը ասում է, որ ինձանից վազնի չեք, ես չկամ, ես իր հետ պիտի պայմանավորվեմ։ Իրանի հայտարարությունները պաշտպանության նախարարի մակարդակով, արտգործ նախարարի մակարդակով, ես դիև դեսպանի մակարդակով, իրանք երեք մատից կոմբինացիա են ցույց տալիս Ադրբեջանին, որ երրորդ տարին ասում է չկա տենց բան, մեզ ձեռք չի տալիս։ Ֆրանսիան նույն բանն է ասում, Եվրամիությունը բերել է դիտորդական առաքելությունը կանգնացրել, Իրանը նույն բանն ասում, բացի Եվ կոմունիկացիաների հարցում էլ ոչ մեկ չի ասում։ Եվ կոմունիկացիաների հարցում էլ ասացիք, որ Թուրքիան համընկնում է, այսինքն համակերպվում է, ընդունում է եվրոպական կամ ֆրանսիական տեսակ։ Դե վաճառել է ամենախոշոր իր բանի լոգիստիկ ընկերությունը։ Դա պետքա պետական համաձայնություն է պետք նմանատիպ, որովհետև մենաշնորային 30%-ը գերազանցողը մենաշնոր է։ Ֆրանսիան մտնում է տարածաշրջան ոչ միայն Հայաստանով, այլև Թուրքիայով եւ նաեւ Ֆրանսիան մտնում է տարածաշրջան, մտնում է ինքը մտել է Բեյրութով, այսինքն Լիբանանով ստանձնել պարտականություն, ինքը Լատակիայի նավահանգիստն է վերցրել Ալևիների այդ տարածքը, ինքը Թուրքիայով մտել է գալիս է Հայաստան, Հայաստանը դիտարկվում է Ֆրանսիայի համար, այն ինչը որ մենք 100 տարի ասում ենք, վերջերս նաեւ ոմանք կառավարությունում սկսել են հասկանալ, որ սա գլոբալ գեյթ է, այսինքն մեծ դարպաս։ Եվ Հայաստանը դիտարկվում է դարպաս դեպի։ Այս համատեքստում հիմա ինչպիսին են հայ-ֆրանսիական հարաբերությունները, հայ-ֆրանսիական երկխոսությունը, արդյոք մենք կարող ենք խոսել հայ-ֆրանսիական նոր որակի, նոր մակարդակի երկխոսության մասին, ոչ միայն քաղաքական, այլև ինչու ոչ անվտանգային, ինչի մասին էր Ֆրանսիայի արտգործնախարարի այցը։ Ես նաև կարծիքներ եմ լսել, այսպես թերագնահատող, որ դե ստորագրված փաստաթղթերը այն չեն, եթե Ֆրանսիան քանի դեռ մենք հապկանդամ ենք, որևէ լուրջ զենք չի տա եւ այլն եւ այլն, հետո կանցնենք իհարկե հյուպատոսարանի խնդրին։ Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների հարաբերությունները վաղուց պետք է որակապես ավելի բարձր մակարդակի անցնեն, ինչի մասին թեթև ակնարկ եղավ, երբ արտգործնախարարների բրիֆինգներ, որ ընթացքում ասվեց, որ փաստաթուղթ է կնքվելու ռազմավարական։ Այսինքն հարաբերությունները հասել են, թե յուրե պետք է այդ փաստաթղթավորվի։ Դե Ֆրանսիայի արտգործնախարարը ասաց, մենք ասում անում ենք, բայց եթե շատ եք թուղթ ուզում, թուղթը կստորագրենք ակնարկելով, որ այդ թուղթը չստորագրելը կներեք, բայց մեր գրպանումը մենք ենք տենց արել։ Այսինքն Հայաստանից չի եկել այդ պատվերը։ Ձեր նշված հապկը բան է, այդ սախ է հաշվի առնելով այդտեղից։ Այսինքն մենք շատ վաղուց 21 թվականից պետք է անցնեինք արդեն նոր մակարդակի Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ Այն որ չեք անցել, դա մեր որոշումն ու մեր սխալը ասել, իմ ու ձեր չէ, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնիսկ իրա չէ, այդ հայտնի 40 ընտանիքների, որոնք որ տնտեսապես
շատ մեծ կապեր ունեն Ռուսաստանի հետ եւ պատրաստ չեն Հիմա չենք վերաձևավորել։ անցել, թե չենք փաստաթղթավորել։ Չէ, հիմա Փոփոխություն չկա, ասենք 21 թվականից առաջ ու հետո։ Չէ, տարբերություն կա մինչև 21-ը եւ 21-ից հետո այժմ էլ այդ տարբերությունը կա, բայց սա ինչ որ մենք ունենք, սա Ֆրանսիայի կամքն է եւ Հայաստանի չմերժելը։ Այսինքն Հայաստանից ես չեմ տեսնում նախաձեռնություն, Հայաստանից նախաձեռնությունը դա չեմ ասում ֆորմալ հապկից դուրս գալ, հա, կամ ասենք ԵԱՏՄ-ի որոշ բաները կասեցնել։ Ռուսաստանի հետ որոշ ռազմական հարաբերություններ կասեցնել, որպեսզի ֆրանսիական զենք գա։ Իդեպ այդ մարդիկ, որ ասում են դե ես իմ ֆրանսիական զենքը, չէ, ինչ որ պետքա գալիս է, այն որ ասում է ձեր գործը չի, չենք ասում, ինչը գիտենք չենք ասում, ինչն է չգիտենք փառք Աստծո, բայց տեսնում ենք, ես բան չի։ Այսինքն որպեսզի քո բանակը անցնի ֆրանսիական զենքին, դա ֆիզիկապես այս բաժակը չի որ պետքա լինի, որ դու կարողանաս ջուր խմես, հա։ Քեզ նախապես պետք է հասկացնես, որ այդ ջուրը ոնց են խմում, քեզ ոնց պետքա պահես, այսինքն վերապատրաստման մասն է խոսքը։ Բանակը պետքա վերապատրաստվի։ Բանակում ֆրանսերենը, ֆրանկոֆոնիան պետքա դառնա առաջնային։ Այսինքն կոպիտ ասած քո բանակին թվում է, թե ինքը ռուսերեն խոսել գիտի։ Չնայած ռուսերենը չի խոսում, ես չգիտեմ այդ ինչ լեզու է, որպես ռուսերեն խոսածով գիտեմ։ Լավ, մինչև Ռուսաստան հասնելը Ֆրանսիայի մասով պատվո հիպատոսարան Սյունիքում։ Թույն բան, տեսեք, իրականում մեր լրագրողներից մեկը շատ տենց հավեսով Լավրովին կարդաց, այն ինչ որ ներկայացրեց մեր բոլորիս ակնկալիքը, որ շատ վաղուց պետք է լիներ, բայց այդտեղ մեկ այլ խնդիր կար։ Լավրովի բողոքը եւ այդ բանը դժգոհությունը եւ այդ թթված քալամ, որ միակ իր քյարը Հայաստանից տավոր տարավ այդ թթված քալամն էր, չնայած ես շատ եմ սիրում այդ բանը, խնդիր չկա, ուղղակի դե Հայաստանից կարային մի ուրիշ բան տային, էլի, բայց այդ տվեցին։ Լավ է, որ ուրիշ բան չտվեցին, կարային գրպան ուրիշ բան գցեն գնալ։ Ռուսաստանը 20 թվականից ուզում է 21, երևի 20, էական չի։ Այդ հիպատոսությունը ուզում է հիպատոսարանը ուզում է բացի։ Մինչև հիմա քննարկվում է։ Մինչև հիմա քննարկումը չի բացվել։ Ես բազմիցս ասել եմ սկզբից տենց բավականին լուրջ զգուշացնելով, հետո հասկացա, որ բան, տեսեք, Ռուսաստանի հպատոսությունը կապանում նշանակում է, որ մենք մեր դիրքերի թիկունքում բերում ենք թշնամական հետախուզական կետ։ Մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, այ օրինակ օրենքներից մեկը, որ պետք է վիզաների ազատականացման հետ միասին կնքվի։ Ռուսաստանից պետք է դադարել, թույլ տալ, որ այստեղ կան մարդիկ ներքին Ռուսաստանի անձնագրով։ Որտեղ մենք շատ լավ գիտենք Գոդնիսանովի ազդեցությունը, մենք շատ լավ գիտենք ինչ է զորաադրբեջանական բանը, խմբավորումները, ասենք, Տյումենում, որ նավթային այդ բաներում, որտեղից իրանք կարան իրանք գործակալներին ռուսական անձնագիր տան, որի վրա գրած է Իվան Իվանով։ Դու նայում ես, որ ինքը Մամեդ է, բայց ընդ գրած է Իվան Իվանով, ու դու չես կարողանում ասես Ռադոտ Քաշի։ Ռուսաստանի բազան էլ քեզ բաց չի։ Հետևաբար սա է պետք, որ դուրս վռնդվեն իրենք։ Կենսաչափական ազնագրերով Կենսաչափական, այո, այսինքն պետք է պայման դնես, որ Ռուսաստանից գալացողը էլի թող առանց վիզա գա, բայց կենսաչափական անձնագրով։ Մյուս ինչ, սա մեկ ինչու, երկրորդը, մենք Սյունիքում չունենք ռուսական ներկայություն, փառք Աստծո, եւ պետք չի որ ունենանք երբևիցե։ Սա էլ է պետք Իսկ որ ֆրանսիական ներկայությունը ոչ թե գլխավոր հիպատոսության, այլ պատվո հիպատոսության։ Ֆրանսիայի ներկայությունը ես կտա իհարկե գլխավոր հիպատոսություն, բացատրեմ խի, որովհետեւ Ռոն-Ալպի նահանգը, դրա մայրաքաղաքը Լիոնն է։ Եվ Սյունիքը կնքված ունեն պայմանագիր եւ Հայաստանից բոլոր Սյունիքի մարզի բոլոր բնակավայրերի քաղաքապետերը եւ բաները, համայնքների առաջնորդները հրավիրված են եղել անցած տարի, եթե չեմ սխալվում, Լիոնում տեղի ունեն, ընդ որում մեր արտգործնախարարը տեղակալ այն ժամանակվա պարոն Պողոսյանն ներկա եղել։ Լիոնում տեղի ունեցել մեծ միջոցառում այդ բաների պայմանագրերի ստորագրություն եւ դե ֆակտո Ռոն-Ալպը եւ Սյունիքը դա միջ տարածաշրջանային ռեգիոնալ քույր բարեկամ քույր մարզեր են, սա Եվրոպայում շատ տարածված է ԵՄ-ում եւ սա կոչվում է այդ ռեգիոնալ համագործակցություն։ Սրա հետ կապված, քանի որ Ռոն-Ալպի համար Սյունիքը համարվում է քույր եւ ստեղ կան պայմանագրեր դպրոցների, փոքր միջին բիզնեսի եւ բան, այս ամեն ինչի համար մարզի մակարդակով արված է, հյուպատոսությունը անհրաժեշտ է, որովհետեւ գալու են բիզնեսմեններ Երևանում չեն մնալու։
Լավ, քանի որ մեր ժամանակ արդեն սպառվել է, բայց Չէ, բա, քերակին։ ես խոստացել եմ, որ պիտի նաև այո, այդ թեմայի մասին խոսենք, այդ գրառման հետ կապված ինչ կասեք, նպատակը, տողատակերը։ Դե ինչպես ասում են, նստի պարոսնալ ոնց որ մեր հին բաները սևագրերն է գտե ուղղակի արտագրել է։ Չէ, այն որ ինքը փորձում է Փաշինյանը ինչ որ կերպ շատ խնդալու է։ Կա մի քանի իտերացիա, որ կարակ նայեք տենց լուրջ քաղաքական բան, ինչ որ տակը լուրջ բան կա, որ ինքը ուզում է բարոյական գնահատական տա, որ ժողովուրդը բարոյապես մտածի, բայց դրա մասին այլ կերպ կարելի է արտահայտվել, չէ՞։ Ես նայում եմ, ասենք Նիկոլը, որ խոսում է խաղաղության խաշմերուկի մասին, վատ, բայց անգլերենով բան, շուտ ճտիկով, բեմից, շուտ մի 4 սատ փող վարչապետ բան ընդ նստած, ու Նիկոլը, որ ասում է գնա կերակրոջը դոմպի ոպաչ։ Հասկանում եք, թե բառապաշար դուք պատկերացնում եք ինչի մասն է։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ասեք, չգիտեմ, գրազենեկե պարտվել է ու տենց արը։ Մարդ կա չէ, որ ասում է իսկ հիմա պիտի սենց արը։ Փորձագիտական շրջաններում մի հատ դիտարկում աչքովս ընկավ, որ հիմա ուշադրությունը հասարակությունը սևեռել է հենց այդ գրառման վրա, որը դուք մոտավոր մեջ բերեցիք, բայց այդտեղ մի ուրիշ բան էլ է ասում, իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից, հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը եւ այլն եւ այլն։ Տեսեք, ես Նիկոլ Փաշինյանի Սայլու ավարտենք։ Հա, ես Նիկոլ Փաշինյանի փոխարեն կամավոր հրաժարականների մասին չէի խոսա, հա, որովհետեւ ասենք այդ ամենածանր թեման է իր համար, որ մարդիկ փողոցից դուրս են գալի, ասում են կամավոր հրաժարական տուր։ Հարցը դա չի։ Իրականում եթե խորն եք ուզում, ուտ որ լրջացնենք այդ դոմփել սա թողենք մի կողմ, խնդիրը գալիս է նրան, որ ինքը համարում է, ես վստահ եմ, որ Նիկոլը համարում է, որ այդ բանը մարդը, որը որ քերակնոջ հետ հարաբերություններ ունի, իր համար ամենահարմար քաղաքական հակառակորդն է։ Չէ, թե սա մեսիջը ընդհանրապես Չէ, այսինքն համաձայն չեմ։ այդ տվյալները կան, այդ կոմպրոմատները Կոմպրոմատ տվյալ պարզա կա, կներեք ԱԱՑ ունես։ ԱԱՑ, ասենք ամեն երկրորդ ընտանիքը ձեզ ամեն երրորդ տերտերի մասին կարա ասենց մեծ բան տա, թե ով ինչ Մի խոսքով այս ամեն ինչը դեպի 2026 Սա ամեն ինչը գնում է դեպի 26 թվականի ընտրություններ Շնորհակալ եմ։ Հա, նույնիսկ դոմփելու բանը։ Շնորհակալ եմ զրույցի համար, սա Ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում էի Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանի հետ կհանդիպենք։